աղոթենք այն խնդրանքների համար, որ ունենք գրված մեր այս ուղիղ եթերի տեսանյութի մեկնաբանություններում եւ նաեւ ուզում եմ հայտարարություն անել, որ հաջորդ չորեքշաբթի օրը մենք ունենալու ենք այստեղ աղոթքի երկրպագության երեկո եւ նաեւ բժշկության աղոթքներ յուղով օծման, ինչպես խոսքն է ասում, այնպես որ կարաք հրավիրեք մարդկանց եւ ամիսը մեկ անգամ մենք որոշել ենք, որ ուսուցում չի լինի, զուտ կլինի աղոթք, երկրպագություն եւ նաեւ այդ բժշկության աղոթքները։ Եվ եթե կան մարդիկ, որ կարիք ունեն բժշկության, կարիք ունեն Տիրոջ հետ հաշտվելու, խոսք եք խոսել իրենց եւ կարիք ունեն հաստատվելու եկեղեցում, լավ առիթ է, որ հաջորդ չորեքշաբթի օրը այստեղ Երևան Գուսանշերամի 88 հասցեում երեկոյան 6:30 գանք միասին Տիրոջը պաշտելու եւ Տիրոջ ողորմությունը, Տիրոջ ներկայությունը, Տիրոջ քաղցրությունը խնդրելու մեր կյանքերում եւ այդ մարդկանց կյանքերում։ Նաեւ Կիրակի օրը Էջմիածնում ենք հավաքվում, գիտեք, համել հայտարարություններ անեմ, Տերյան 900 հասցեում ամեն Կիրակի ժամը 12-ին եւ նաեւ ունենք Գյումրիում ծառայություններ յուրաքանչյուր շաբաթ օր կրկին ժամը 12-ին Խորենացի 5 հասցեում։ Հիմա եկեք աղոթենք սիրելիներ, ես հավատում եմ միաբան աղոթքի զորությանը։ Եվ այստեղ խնդրանքներ կան գրած, հիմնականում բժշկության խնդրանքներ են, ապաշխարության, ընտանիքի ապաշխարության համար, մեհերի առողջության համար, բաց չթողնեմ բոլոր գրվածները ուզում եմ ընթերցել, որ մարդիկ իմանան, որ ընթերցում ենք իրանց գրածները, երեխաների, ընտանիքների ապաշխարության համար, ամուսնու Գևորգի ապաշխարության, բժշկության, ազատագրության համար, որ դառնա Հիսուսին, Սամվելի ծրագրերի համար, որ Տերը քանդի բոլոր ծրագրերը եւ բարին գործակից անի եւ օգնի հավատքի դարձի գալու, Հովանեսի լիակատար բժշկության համար, մտքի բժշկության, լսողության համար, կարծես նաև շողերի համար։ Կարծես այսքանն էին գրվածները եւ ես գիտեմ այստեղ ներկաներն էլ խնդիրներ ունեն, հոգսեր ունեն, քանի մենք այս աշխարհի մեջ ենք ապրում, մենք հոգսերի ենթակա ենք։ Եվ Տերը ասում էր, եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Հիմա ժամանակն է, որ դու քո հոգսերը, մենք միասին մեր բոլորի հոգսերը տանենք Տիրոջ մոտ եւ իրենից խնդրենք միջամտություն ու բժշկություն ու ապաշխարություն։ Տեր, քո առաջ եմ բերում քո զավակների եւ նաեւ իմ հոգսերը, Տեր, բոլոր նրանց, ովքեր այստեղ ներկա են, ովքեր մեզ լսում են, դիտում են ուղիղ եթերով եւ հետագայում կլսեն ձայնագրությունը։ Ես հավատում եմ, Տեր, եւ ես իմ կյանքում շատ անգամ տեսել եմ քո բժշկարար ձեռքը, քո ազատագրող ձեռքը, քո ապաշխարության տանող ձեռքը, Տեր, եւ գիտեմ, որ ամեն անելանելի իրավիճակ դա մարդկանց համար է անելանելի, քո համար չկան անելանելի իրավիճակներ, Տեր, եւ ահա խնդրանքները, որ կարդացի, խնդրանքները, որ իմ եղբայրներն ու քույրերը ունեն իրենց սրտում, բոլորը բերում ենք, սրանք մեր հոգսերն են, Տեր, եւ քո խոսքն է ասում, որ գանք քեզ մոտ, եւ ահա մենք քո առաջ ենք,
խնդրելով, որ դու վերցնես դրանք մեր ուսերից, Տեր։ Ինչպես այն հարյուրապետը ասաց, որ քո մեկ խոսքը բավական է ծառայի բժշկության համար, ահա մեր աղաչանքն է, Տեր, որ դու լսես մեր աղոթքը եւ մեկ խոսք ասես կամենում եմ, բժշկվիր։ Եվ ահա բժշկության համար, Տեր, ազատագրության համար, վերականգնման համար, Տեր, քանդված ընտանիքների, քանդված հարաբերությունների վերականգնման համար, Տեր, որ սառել են իրար հանդեպ ամուսինները, թող այն առաջին սիրո ջերմությունը գա եւ քեզանով բժշկություն գա այդ հարաբերությունների մեջ, Տեր իմ Աստված։ Այն մարդիկ, ովքեր շատ դյուրին կերպով, շատ հեշտությամբ աղոթում են ուրիշների հոգսերի համար, բայց իրենց հոգսերի համար, իրենց բժշկության համար հավատք չունեն, Տեր, ես հատուկ այդ մարդկանց համար եմ խնդրում հիմա, որոնք ուրիշների համար հավատքով աղոթում են, բայց իրենց համար կարծես այնքան են սպասել եւ չեն ստացել, որ իրենց հավատքն է մարել, Տեր, նախ զորացրու իրենց հավատքը, Տեր իմ Աստված, եւ հետո նաև բժշկություն բեր իրենց կյանքում, վերականգնում բեր, Տեր, այն մարդկանց համար եմ աղոթում, ում սրտում տրտմություն կա, ում աչքերի առաջ, Տեր, ասես գույները գնացած լինեն եւ այս աշխարհը մոխրագույն լինի, Տեր իմ Աստված, սև սպիտակ լինի, քո գույները բերես մարդկանց կյանքում, վերականգնիր, Տեր, չարի ամեն գողացածը, եւ մեր հույսը դու ես, Տեր, եւ գիտենք, որ քո մոտ գալով է բժշկությունը, իմ Տեր իմ Աստված, այն մարդկանց համար եմ աղոթում, որոնք դուռ են բացել իրենց կյանքում, մեղքի դուռն են բացել չարի առաջ, եւ չարը կեղեքում է իրենց կյանքը, ահա թող ապաշխարություն գա եւ փակվի այդ դուռը, Տեր իմ Աստված, օրհնյալ, փառավոր Թագավոր, խնդրում եմ, Տեր, որ լսես մեր բոլորի միաբան աղոթքը եւ կոտրված սիրտ ունեցողին դու գալիս ես իրան վերականգնելու իմ Աստված եւ ահա շատ հիվանդներ այսօր թե ֆիզիկապես թե հոգեպես քո բժիշկ Հիսուսի կարիք ունեն դու մեր բժիշկն ես Տեր դու մեր բժշկող Աստվածն ես վերականգնող Աստվածն ես եւ մեր աղոթքն ու խնդրանքը սա է որ դու գործես այս մարդկանց կյանքերում, ովքեր հիմա հավատքով խոնարհվում են քո առաջ, ովքեր հիմա կանչում են քեզ իրենց կյանքի մեջ, ովքեր հիմա որոշում են կայացնում, որ այլևս չեն խաբվելու իրենց եւ չարի ուղարկած ստերով, այլ ապրելու են քո խոսքով, արի ու բժշկություն արա Տեր։ Եվ անգամ այն մարդիկ, ովքեր հավատք չունեն, Տեր, թող այս բժշկությունն ու ազատագրությունը, թող քո գերբնական հպումը, քո քաղցրությունը իրենց կյանքերում հավատք առաջացնի եւ նվիրում եւ ամբողջական նվիրում։ Մենք քո առաջ ենք, Տեր, եւ մենք ուրիշ աղբյուր չունենք մեր փրկության, ուրիշ աղբյուր չունենք մեր բարիքի, ազատագրության ու բժշկության։ Դու ես մեր միակ աղբյուրը եւ մենք քեզ ենք աղաղակում եւ աղոթում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։